Լրացել է քառորյա պատերազմի 9-րդ տարելիցը, 2016-ին հայկական կողմն ունեցավ 100-ից ավելի զոհ։ Պետք չէ բաց թողնել այս հնարավորությունը, փոխզիջումների գնալու քաղաքական կամք է հարկավոր, Շտան Մայերը Ալիևին։ Բաքվում պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականը կքննարկի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի էներգետիկ ներուժի բարձրացումն ու բարեկեցության բարելավումը։ Իրանը վերահաստատում է, որ չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք, Արաղչի։ Միացյալ Նահանգների Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել, Դհիլ։ Հուսով ենք Թրամփը կուժեղացնի հակառուսական պատժամիջոցները եւ կստիպի դադարեցնել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումը, Զելենսկի։ Այդ բարդ հարցը քննարկվում է Վաշինգտոնի հետ, Պեսկովը հնարավոր մաքսատուրքերի մասին։ Իսրայելն ընդլայնել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Forbes ամսագրի թարմացված ցանկում Ռուսաստանը դոլարային միլիարդատերերի թվի նոր ռեկորդ է սահմանել։